Ռուսաստանի և Բելարուսի նախագահները Աստանայում ԵԱՏՄ-գագաթնաժողովից առաջ զրույց են ունեցել և մի քանի խոսք փոխանակել Հայաստանի վերաբերյալ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Սակայն բովանդակալից քննարկում չի եղել, պարզապես ժամանակ չկար, մանրամասնել է Դմիտրի Պեսկովը։ ԱՊՀ գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հարցում Հայաստանի մտադրությունները սկզբունքային են և քննարկվում են, սակայն Սերգեյ Լեբեդևի ձևակերպմամբ բարեկամական տրամադրվածությամբ։ Շատ երկրներ ցանկանում են միանալ ԵՄ-ին, այդ գործընթացը տարիներ է տևում, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից այժմ չի կարելի երես թեքել։ Դրանից շատ բան է կախված, ասել է Պաշտոնյան։ Նրա համոզմամբ Հայաստանը նույնպես գիտակցում է ԵԱՏՄ-ի կարևորությունը։ Հետևաբար ոչ ոք հիմա չի ծրագրում խզել կապերը ԵԱՏՄ-ի հետ, ինչպես արդեն հայտարարել են Փաշինյանը եւ շատ այլ առաջնորդներ, հավելել է Լեբեդևը։ Վլադիմիր Պուտինն էլ ԵԱՏՄ նիստի ընթացքում հայտարարել է ԵԱՏՄ անդամ երկրների հետ դաշնակցային հարաբերությունների խորացումն առաջնահերթություն է Ռուսաստանի համար։ Ռոսպոտրեբնadzորը հանձնարարել է կասեցնել 64.5 միլիոն շիշ ջերմուքանքային ջրի իրացումը Ռուսաստանում։ Նոր խմբաքանակների արգելափակման հրամանը ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 28-ից մինչև հետագա ծանուցում։ Ռոսպոտրեբնadzորի մամուլի ծառայությունը պարզաբանել է, թե որոշման հիմք են հանդիսացել տեխնիկական կարգավորման հետ կապված խախտումները։ Ջրի մեջ իբր հայտնաբերվել է հիդրոկարբոնատի, իոնի, քլորիդների եւ սուլֆատների պարունակության գերազանցում։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն էլ մեկնաբանել է Հայաստանից Ռուսաստան որոշ ապրանքատեսակների, այդ թվում գյուղատնտեսական մթերքների ներմուծման սահմանափակումը։ Նա նշել է, թե գազի հետ կապված հարցերը շատ ավելի զգայուն կլինեն, հարկավոր է թույլ չտալ, որ բացասական զարգացումներ լինեն։ Ռեշետնիկովը կրկնել է, թե Երևանի ընտրած կուրսը կարող է խանգարել ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա անդամակցությանը։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդի դերում հանդես եկող Պակիստանի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ հանդիպելու պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Օրակարգում են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները։ Ավելի վաղ արևմտյան զլմները հայտնել էին, որ Միացյալ Նահանգները և Իրանը նոր փոխադարձարվածներից հետո նախնական համաձայնության են եկել հրադադարը երկարաձգելու վերաբերյալ։ Այն դեռ պետք է հաստատի Դոնալդ Թրամփը։ Խոսքը 60-օրյա ժամկետի մասին է, որի ընթացքում Թեհրանը և Վաշինգտոնը պետք է շարունակեն բանակցությունները, այդ թվում միջուկային գործարքի վերաբերյալ։ Axios-ի տվյալով կողմերն արդեն համաձայնության են եկել հուշագրի պայմանների մեծ մասի շուրջ։ Դրանք վերաբերում են Հորմուզի նեղուցով ազատ նավարկության ապահովմանը առանց մաքսատուրքերի կամ հետապնդումների։ Նաև Իրանը պարտավորվում է 30 օրում մաքրել նեղուցը ականներից։ Նաև ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները պետք է թույլատնի հակաիրանական պատժամիջոցները։ Իրանական զլմները հակադարձում են, հուշագրի նախագիծը դեռ համաձայնեցված չէ։ Միջնորդի դերում հանդես եկող Պակիստանը եւս չի տեղեկացվել որևէ փաստաթղթի կամ համաձայնության մասին։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ դեռ չեն հասել համաձայնության, բայց մոտ են դրան։ Ջեյդի Վենսը հավելել է, շարունակում են աշխատանքները։ Նրա կարծիքով Թեհրանը ցանկանում է գործարք կնքել եւ բացել Հորմուզի նեղուցը, սակայն խնդիրներ կան հարստացված ուրանի հարցում։ Սպիտակ տան ղեկավարն էլ նախազգուշացրել է, որ կարող են վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե բանակցությունների արդյունքում լավ գործարք չկնքվի։ Դոնալդ Թրամփի խոսքով իրանցի բանակցողները խելացի են եւ խորամանկ, սակայն բոլոր խաղաքարտերը Վաշինգտոնի ձեռքում են։ Դիանա Գասպարյան, լուրեր։